որ կենտրոնական բանկի հետ ենք աշխատել եւ ես նամակագրությունից ճիշտ եմ հասկանում, մի շարք հիմնականում փոքր եւ միջին շահառուներից անկանխիկ առևտրի միջնորդավճարը նվազում է մարտի 1-ից, պարոն Գալստյան։ Իհարկե առաջին օրերին դեռ առաջին օրերի մեջ ենք, տեխնիկական խնդիրներ են, որոնք կլուծվեն, բայց մենք այդ որոշումը կայացրել ենք ավելի ճիշտ բանկերի մեր գործընկերների հետ կենտրոնական բանկը աշխատել է, խնդրում եմ կարճ ասել, այդտեղ ինչ լուծման ենք եկել։ Ուրեմն նախ շնորհակալություն պարոն վարչապետ, բանի հետ կապված, որոշման հետ կապված երկու տիպի քարտեր կան, մեկը արկանա, մյուսը արդեն միջազգային քարտերն են։ Միջազգային քարտերի համար գործում է 0.9% սակագին, գործելու է 0.9% սակագին։ Մինչև հիմա ինչքան էր։ Մինչև հիմա նայած տարբեր բաներ կար, բայց ուզում եմ հասկանամ նվազում ինչքան է մոտ կրկնակի նվազում կա։ Ու արկա քարտերի համար 0.5%, որի 0.5%-ա լինում, թե այդքան նվազում է։ Չէ, 0.9-ից իջնում է 0.5, 1-ից իջնում է 0.5, այնտեղ քանի որ միաթիվ չի, տարբեր տիպի խանութների համար տա։ Այսինքն միջինում մենք էլի մոտ կրկնակի, այսինքն ամեն մեկը իր բանի մեջ մոտ կրկնակի։ Իսկ սա բոլոր տնտեսվարողների համար թե վերաբերվում է փոքրներին, սա վերաբերվում է մինչև 150 միլիոն շրջանառություն ունեցող խանութներին, կրպակներին եւ այլն։ Ներողությունը ինչ կապ ունի հարցի հետ, որովհետև հիմա շատ նաև խոսվում է նրան մասին, որ գյուղական վայրերում շատ խուսափում են, թոշակառուներին չեն ուզում անկանխիկ առևտրին ընդառաջել, ասելով որ չի աշխատում, որ գնում ենք այդ մարդկանց ենք հարցնում, ասում ենք բա ժողովուրդ ջան, ինչի է ծրագրից չեք օգտվում, ասում են փոքրների համար միջնորդավճարը խնդիր է։ Հիմա մենք քննարկեցինք եւ որոշեցինք աշխատել եւ խնդրել մեր գործընկերներին, որ նաև սոցիալական պատասխանատվության համատեքստում մեր բանկերը ընդառաջ գնան այս տրամաբանությանը եւ շնորհակալ ենք այն բանկերին, ովքեր ընդառաջ են գնում։ Բոլորն են այդ կատեգորիայի մեջ, բոլորը։ Ուրեմն բոլորին ենք շնորհակալ։ Այսինքն եւ տեխնիկական խնդիրների հետ կապված էլ 3 առաջի օրը երեկոյան բանկերի միությունը հաղորդագրություն տարածեց, այսինքն այն տնտեսվարողները, որոնք նույնիսկ մինչև ամսի 1-ը կամ ամսի 1-ից որոշակի ժամանակ անց կունենան տեխնիկական խնդիրներ, իրանք պիտի լինեին այդ կատեգորիայի մեջ, բայց բանկը չի հասցրել կպցնել, որովհետև լոգիստիկ խնդիրներ կան, այդ տնտեսվարող սուբյեկտների համար մարտի 1-ից հետո վճարված ավել գումարները կփոխհատուցվեն։ Ինքը հետ կտան այդ գումարները։ Սա կարծում եմ շատ կարևոր եւ համակարգային որոշում է եւ հույս ունեմ, որ նաև անկանխիկ առևտուրը մարզերում, գյուղական բնակավայրերում կզարգանա։ Իմիջիայլոց ասեմ, տուրիստական հոսքերի համար էլ է սա շատ կարևոր, որտեղ ժամանակակից զբոսաշրջիկները իրանք սովոր չեն արդեն տենց թղթադրամների հետ գործ ունենալ եւ այլն եւ սա կարևոր է։ Շատ լավ։ Հա, եւ հաջորդ հարցը, հարգելի գործընկերներ, հիմա քանի որ մենք այդ նպատակներին խնդիրներ լուծել ենք, շատ կարևոր է ունենալ համակարգ, որ մեզ հետ չպտտի։ Այսինքն նվազագույն պարենային զամբյուղ եւ սպառողական զամբյուղ, եւ ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ մենք պետք է դա գնաճի հետ կապենք եւ գնաճով բան անենք, վերանայենք, ինդեքսացիայի ենթարկենք, բայց ստեղ մենք մի խնդիր ունենք լուծելու, այս համակարգը պետք է մի քիչ հետաձգված է գործելու, որովհետեւ որպեսզի մեր բյուջետային process-ները նաև կանոնակարգերը չխառնենք ամեն ինչի իրար, այսինքն 2028 թվականից դա կմտնի ուժի մեջ, որպեսզի նախորդող շրջանի գնաճի տնտեսական աճի արդյունքները արդեն ամփոփված լինեն եւ առաջիկա բյուջետային process-ների ընթացքում մենք դա ամբողջական ունենանք, եթե մենք բոլորս ավելի լավ կաշխատենք, այդ թվում տնտեսությունը եւ այլն հարկային եկամուտները ավելին կլինեն, մենք կնայենք, բայց մեր նպատակը, հա, ընդ որում ես ուզում եմ էլի այս ֆունդամենտալ ձևով արձանագրենք, էլի ամենայն հարգանքով, բայց ես այդ տողերի միջև շատ տարբերություն չեմ դնում։ Ես չեմ տեսնում տարբերություն քաղաքացին, ես կարծում եմ, որ եթե սոցիոլոգիական հարցում անենք,
մեր թոշակառուների գոնե 97%-ը կասի ինձ չէ տակրում, ես բյուջետային որ տողով եմ այդ թոշակը ստանում, այդ գումարը ստանում։ Կարևորը որ ես ստանում եմ այդ եւ մեխանիզմն էլ մենք կարող ենք ստեղծագործ լինել, մերը քաղաքական խնդիրը լուծելն է, որ չվատանա